Նորմալ է, որ Բենթլի ունեցող Կճոյանը եպիսկոպոս, որը օֆշորի գործով է անցնում, կաթողիկոսի դեմ է պայքարում։ Իհարկե աննորմալ է։ Ես չեմ ասում, որ կաթոլիկոսը ինչ որ նենց սուրբ եսիմինչ մարդա, բայց չի կարելի լի նախ իրանք չեն ընտրել Իրանը։ Իրան հատուկ ինչ որ խորհուրդ կա, որ ընտրում է։ Եվ այդ խորհուրդն է որոշում, պետք է ինքը լինի, թե պետք չի։ Երբ որ ինքը կորոշի, որ պետք է վերանտրվի, կվերանտրվի Ազիզյան, այդքան բան։ Ես միայն մի բան գիտեմ, որ օծյալ եւ ձեռնադրված մարդու դեմ ոչինչ չեն խոսում։ Դա ինձ աստվածաշնչում է գրված եւ ինձ թվում է դա պետք է պահվի, որտեղ նման մարդիկ, ոնց որ Աստված է ասում, իրանք անպարտ չեն լինելու։ Փաշինյանն է խառնվում փաստացի եկեղեցու գործերին, ասում է պետք է Վեհարանը ազատագրենք։ Փաշինյանը իրավունք չունի, իրան ոչ մեկ այդ իրավունքը չի տվել։ Եվ որպես մեր հավատքով եւ վերջապես այստեղ անձը չի։ Սա ավելի շատ մեր եկեղեցու դեմ է, մեր հավատքի դեմ է, ու թե հետո տվյալ մարդիկ ինչ պատասխան կտան Աստծո առաջ իրանք գիտեն։ Իրար նման են, դրա համար։ Խարդախ այնքը հալալ չի։ Նորմալ չի։ Եթե մարդ լինեին, մի քիչ հայրենիք սիրեին, այս վիճակի չէին հասնի։ Մի փոքր գոնե, այսքան մաս արժանապատվություն ունենային։ Ոչ մեկին չեմ հավատում, ոչ մեկին։ Ես դեմ եմ այդ ամեն ինչին։ Չէ, նորմալ չի։ Ես եկեղեցին չեմ ընդունում, ես աթեիստ մարդ եմ, չեմ էլ նայում, չեմ էլ հետաքրքրվում։ Տերտերներին պետք է այդքան արտոնություններ չտալ, որ ոչ վարչապետի հետ, ոչ էլ ընդհանրապես մյուսների հետ, իրանց գործով թող զբաղվեն ու վերջ։ Ես նրանց հետ գործ չունեմ։ Այդ եպիսկոպոսը ինձ մոտ վստահություն չի առաջացնում, հենց սկզբից էլ ճիշտն ասած, անկեղծ եմ ասում, եւ ես ինքս հավատացյալ եմ, սա խաչ կախած աստեղ, եկեղեցին իր հոգին կորցրել է այդ վերջերը, ճիշտն ասած, ես որ գնում եմ եկեղեցի, այդ եմ զգում։ Չէ, ես դեմ եմ այդ կաթողիկոսի հերթը։ Չգիտեմ, չեմ կարող ասել։ Դա աննորմալ երևույթ է։ Եպիսկոպոսը Բեթլեով շրմա գողական է իրան ցույց տալ է, մեկը գեյ է, մեկը եսիմինչ է, մեկը તો որ մեկին ասես այո մեր։ Հա, դրանք աննորմալ են ընկել են մեջտեղ, այն լավերին էլ խայտարակ են անում։ Ոչ մի հարցի չեմ ուզում պատասխանել։ Եկեղեցին ունի իր կանոնները, փոփոխություն, նոր ընտրություն, դա կատարում է խորհուրդը։ Փաշինյանը թող իր դավաճանության համար պատասխան տա։